նախագիծը կարևոր, հաստատուղթը կարևոր է, բայց այստեղ պետք է շատ զգույշ լինենք, մասնավորապես երբ որ նշվում է, որ գնման երաշխիք ունեցող ընկերությունները պետք է հրաժարվեն, ես ում հասկանալ, դա իրավունք է, թե մենք պարտավորեցնում ենք, եթե իրավունք է, կարևոր է, որ իրավունք է, որովհետև շատերը իրենց նախնապես իրանք այդ պայմանով են գործունեություն ծավալել, եւ երկրորդը որակավորված սպառող հասկացությունը, որ դուք սահմանում եք, նշեցիք 1 միլիոն կիլովատ ժամ սպառող, այդպես է ձևակերպումը, տարեկան։ Այսինքն առանձին կետերում պատասխանեմ, եթե կարելի է առանձին կետերում 1 միլիոն, բայց գումարային 12 միլիոնից ավել։ Տարեկան 12 միլիոն կիլովատժամ սպառողի դեպքում կարող է դիմել եւ որակավորված սպառողի որակավորում ստանալ եւ դրանով իսկ իրավունք ունենա շուկայից ուղիղ գնելու, ոչ թե պրովայդերի միջոցով կամ որևէ։ Կարևոր է, որովհետեւ իսկապես ինչի եթե կարող ենք ուղիղ գնում կատարել, հատկապես նման ծավալի դեպքում կարող է շահեկան դիրքում հայտնվել եւ պետք է տալ այդ հնարավորությունը, լրիվ համաձայն եմ։ Իսկ այստեղ մենք չենք տեսնում որոշակի ռիսկեր կոռուպցիայի իմաստով, երբ որ կարող են համաձայնության գալ, իրականում էժան էներգետիկ ռեսուրսը թանկ ձևակերպել շահույթից խուսափելու նպատակով եւ որոշակի ատկատների մեխանիզմ աշխատացնել։ Քննարկել եք այդ տարբերակ այդ ռիսկայնությունը, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ այո, դուք ճիշտ եք, պարոն Թունյան, մենք քննարկել ենք նախագիծը ոչ միայն գործընկերների հետ, այլ նաև շահագրգիռ կողմերին, այսինքն տնտեսվարողներին ենք հրավիրել, ովքեր որ ըստ հաշվարկների հենց ուղիղ շահառու են դուրս գալի նախագծի։ Պետք է նշեմ, որ մի մասը արդեն իսկ ինքնուրույն օգտվում է շուկայից, իսկ ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկին, պարոն Բագրատյան, գնումը կատարվում է շուկայից, այնտեղ շուկայում բոլոր արտադրողները իրենց գնառաջարկն են ներկայացնում, ավելի բորսայի սխեման է, հետևաբար այդտեղ կոռուպցիոն ռիսկերը մինիմալ են, այսինքն ամեն տնտեսվարող ինքը մտնում է շուկա եւ նախ այնտեղ որոշ համամասնությամբ իրավունք ունի գնել, այդ մասնագիտական պահը ավելի կթողնեմ պարոն Մեսրոպյանին, որպեսզի ներկայացնի, եւ բոլորը նույն նմանատիպ իրավունքով ընձեռված են, հետեւաբար կոռուպցիոն ռիսկ այդտեղ որպես այդպեսին չկա։ Տիկին Վարդան, մեկ էլ քանի որ պարոն Բագրատյանը հարցրեց, դուք հաստատեցիք, բայց դա միկրոֆոնով չէր, այդ իրավունքի պարտականության մասն էլի բանարեկն գծեք։ Շնորհակալություն, պարոն Թունյան, դուք ճիշտ եք, այո, սա իրավունք է, որը տրվում է 2 տարի ժամկետով, որոշում կայացնելու համար արդյոք ուզում են հրաժարվել թե ոչ, որովհետև ազատականացված շուկայում երբեմն գները շատ ավելի շահավետ են արտադրողի համար եւ իրեն, այսպես ասած, տրվում է այդ հնարավորությունը, եթե կուզենա հրաժարվի, բայց հրաժարվելու դեպքում հետ վերադարձ երաշխիքային գնին դա արդեն բացառվում է։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, այդտեղ ուրեմն դուք նշեցիք գնման երաշխիքների մասին, այդտեղ կա տարբեր շկալաներ, ասենք աղբյուրի ջրի էներգիայի, որը ցածր գին ունի, որի հիմա վրա էներգետիկա հիդրոէլեկտրոկայան, որը հիմնված է փոքր աղբյուրի ջրերի վրա եւ կա խողովակների վրա, որոնք գները տարբեր են 9 դրամ, 14 դրամ, 25 դրամ, այսինքն մենք 9 դրամին թույլ ենք տալիս, որին կա ազատ շուկայական հարաբերություններում աշխատի, կարևոր է շատ, իհարկե նաև այստեղ ասեմ, որ մրցակցային որոշակի սխալ տրամաբանություն կա, ինչի համար, որովհետև նախապես ինքը ամենակիչ ծախսն արել, ինքը ընդհանրապես խողովակի վրա տեղադրել է սարքավորումներ եւ հոսանք ստանում, այսինքն ինքը չի կառուցել ամբարտակ, չի կառուցել խողովակաշար, այսինքն նրանք, որոնք շատ մեծ ծախս են արել, ավելի ձեռնտու կլինի այս փոքր ծախսանողներին, ամեն դեպքում շուկայական հնարավորություններ տալը սխալ չեմ համարում, եւ կուզենայի իմանալ, թե 12 միլիոն տարեկան կիլովատժամ օգտագործող քանի սպառող ունենք Հայաստանի Հանրապետությունում, եթե կարելի է։ Մոտավորապես ասեք պարտադիր չի կոնկրետով։ Մոտավոր 20-ի կարգի էին, հիմնականում խոշոր արտադրություններն են, հանքարդյունաբերողներն են, հիմնականում դրանք են, ինչպես նաև պետական օրինակ կառույցներից ջրառն է, մոտավոր, մինչև 20-եր, եթե չեմ սխալվում։ Եվ եթե կարելի է այսպի հարցնել, որ ամենակարևորն եմ համարում, տեսեք, Հայաստանի էլեկտրական ցանցերը իրենք տեղափոխման համար
մեծ գումար են վերցնում, 20 դրամ այդ կարգի գումար են վերցնում։ Նախնական քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք, որ դա պետք է 2-3 դրամի շրջանակներում լիներ։ Հիմա եթե մենք թույլ ենք տալիս որակյալ սպառողը գնի, նա նորից այդ 22% հոսանքի տեղափոխման կիլովատի համար հոսանքի տեղափոխման գումար պետք է վճարի, թե արդեն ինքը կարող է պայմանավորվել այլ գումար վճարելու, որտեղ եթե որակավորված սպառողը կարող է նաև հետի հետ պայմանավորել, որ գիտեք ինչ, մենք մեծ քանակ ենք գնում, ավելի մատչելի գնով պետք է։ Խնդրեմ։ Սենցամյանը, հա։ Ուրեմն շուկայի ազատականացմամբ մեկ գնորդ մեկ վաճառող մոդելի այդ մոնոպոլ վիճակը վերացվեց, ներմուծվեց մատակարարների եւ որակավորված սպառողների ինստիտուտ, որոնք եւս իրավունք ունեն շուկայի հարթակից, բիրժայից էլեկտրաէներգիա գնելու եւ վաճառելու, բայց իսկ նախկին մեխանիզմում մոնոպոլ դիրք ուներ Հայաստան էլեկտրական ցանցերը, բայց Հայաստան էլեկտրական ցանցերը գնելու եւ վաճառելու մոնոպոլիայից բացի ուներ նաեւ երկրորդ բնական մոնոպոլիան արդեն բաշխման ծառայության իրականացման մոնոպոլիան, որը որ այս ռեֆորմի շրջանակներում չի ազդում այդ բաշխման ծառայության վրա, այսինքն վերադառնալով ձեր հարցին, A կետից B կետ որակավորված սպառողը, մատակարարը կամ որևէ այլ սուբյեկտ, որ շուկայում գործում է, հա, այդ բաշխման ծառայության ֆիքսված սակագները, որը որ հանձնաժողովի կողմից է բանարվում, հա, ներկայացվում, հաշվարկվում եւ ներկայացվում, դրա վրա չի ազդում։ Այսինքն A կետից B կետ կախված լարման մակարդակից տվյալ սպառողի, որովհետև ըստ լարման մակարդակների բաշխման ծառայության գները տարբեր են, նույն իրողություններ լինելու ինչ որ նախկինում էր, համապատասխան վճար պետք է վճարի X կիլովատժամ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար այդ ենթակառուցվածքով։ Պարոն Մեսրոպյան, ուզում եք միանգամից դուք կառավարության դիրքորոշումներ ներկայացրեք, հետո եթե հարց լինի, պարոն Ղարամյանը միանգամից համ ձեզ կարող է ուղղել, համ էլ Տիկին Վարդանին։ Դե ես եւս ժամանակին կարելի ասել սկզբնաղբյուր ակունքներում եմ կանգնած եղել այս փոփոխության, որովհետև այդ ժամանակ հանդիսանում էին նաև հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը եւ հաշվարկային կենտրոնը դա համակարգի շուկայի օպերատորներ նաև հանդիսանում լիցենզիայով տրված նոր պայմանների համաձայն, այսինքն այն էլեկտրոնային հարթակը որտեղ որ իրականացվում է ազատականացված շուկայի առևտուրը շուկայում գրանցված մասնակիցների կողմից, դրա շահագործողը, հսկողը, վերահսկողը շուկայի օպերատորներ եւ բնականաբար ամբողջ պատկերը մեր աչքի առաջ էր եւ կարճ ժամանակ հետո Իմիջիայլոց դա աշխարհի բազմաթիվ երկրներում է այդպես եղել, մեր մոտ յուրահատուկ առանձնահատուկ ինչ-որ մի բան տեղի չունեցավ, շուկայի մատակարարներից մեկը կարճ ժամանակամիջոցում կարողացավ գերիշխող դիրք գրավել իր առևտրի ծավալներով մնացած մատակարարների նկատմամբ, իսկ ռեֆորմի փիլիսոփայությունից դա շեղում էր, որովհետև մենք մի մոնոպոլիայից ազատվելով չենք կարող թույլ տալ, որ երկրորդ մոնոպոլիան ծնվի, եւ հետեւաբար ծնվեց այս օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որպիսի մենք կարողանանք շուկան ավելի մրցակցային դարձնել եւ այդ գերիշխող դիրք զբաղեցնելու երևույթը իսպառ վերացնենք այս առաջարկով, սա է։ Դե այն որ դուք անձամբ համաձայն եք այդ ի սկզբանե պարզ է, բայց կառավարության դիրքորոշումը ֆորմալ է, այսինքն դա էլ է պարզ, բայց խնդրում եմ այդ մի հատ ֆիքսենք, արձանագրենք, որ կառավարության դիրքորոշումը դրական է։ Այո, կառավարության դիրքորոշումը դրական է եղել, կառավարությունում այս հարցը քննարկվել է падգամավորների ներկայությամբ, փոխվարչապետի գլխավորությամբ եւ նախարարության տկեն նախարարության ներկայացուցիչների հետ միասին եւ ստացել է դրական շնորհակալություն։ Հա։ Խնդրեմ։ Պարոն Մեսրոպյան, դուք նշում եք, որ դրանով այդ խնդիրը լուծվում է, բայց եկեք հենց լավ նայենք, այսինքն խնդիրը լուծվում է ընդհանրապես այդ 20 կազմակերպության համար։ Բայց մնացած սպառող, որը օրինակ թե 12 միլիոն կիլովատժամ չի օգտագործում, 3 միլիոն կիլովատժամ է օգտագործում։ Ինքը ինչի պիտի հնարավորություն չունենա ինքն էլ ուղիղ գնելու, պետք է անպայման այս բրոկերների միջոցով գնում կատարի։ Ինչ արդյոք այդտեղ Բանվագծան։ Լավ ասեք։ Այստեղ հարցը ինչի որ ինքը իրավունք ունի, իրավունք որպես այդպեսին ինքը այսօր էլ ունի։ Հարցը այն է, որ մենք կարելի ասել այլընտրանք որպես այդպեսին ամենախոշոր սպառողներին, որոնք եթե վերցնենք, այսինքն բավականին մեծ մասնաբաժինն են սպառման ազատականացված շուկայի
եթե 50 եւ ավել տոկոսը, չէ՞ մոտավորապես, իրանց կենտրոնացումն ենք ծրում, ասելով կամ դու ուղիղ պետք է կպնես, այսինքն արտադրողից գնում եւ շուկայից գնում կատարես, կամ ամենաբարձր բանով, ամենաբարձր գնով ես գնելու հետից արդեն։ Այսինքն մենք իրանց սահմանափակում ենք մատակարարից օգտվելու, ինչու համար, որովհետեւ մատակարարների մեջ առաջացել է անհավասար պայման եւ մատակարարներից մեկը, որ փոխկապակցվածություն ունի մեր երաշխավորված մատակարարի հետ, միակ երաշխավորված մատակարարի հետ, կարողացել է շուկան կուտակել։ Հետևաբար ավելի մրցակցային սարքելու համար ամենախոշորներին մենք ուղղակի պարտադրում ենք դուրս գալ մատակարարների դաշտից եւ ուղիղ միանալ շուկային։ Խնդրեմ, պարոն Մերսոյան։ Պարոն Բագրատյան, երևի թե ձեր հարցը ոնց որ ուրիշ բան էր, հա, ուղղված։ Այսինքն նրանք, ովքեր որ 12 միլիոն չեն սպառում, ավելի փոքր սպառում ունեն, մենք նրանց չենք արգելում որակավորված սպառող կարգավիճակով հանդես գալու։ Նրանք կարող են որակավորված սպառող կարգավիճակով հանդես գալ, դա նրանց իրավունքն է։ Պարզապես 12 միլիոնից ավել սպառում ունեցող սպառողներին այլևս ասում ենք մի կենտրոնացեք մի կետի վրա, մի կենտրոնացեք մի մատակարարի տակ եւ մի ստեղծեք նոր մոնոպոլիա այս սխեմայի մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Ղարամյան, խնդրեմ։